ես սիրում եմ դիմել նեղ մասնագետներին։ 5 կուրս տարբեր տեսակի բադեր են խմել, այդ թվում նաև մեգասպերմինը, ասում են օգուտ չկա, չի լինելու։ Վիտամինները, միկրոէլեմենտները դրանք կոֆերմենտներ են, կոֆակտորներ են։ Հետաքրքիր բան կա, ասես դիետա, կոչվում է կետոգեն դիետա։ 5%-ը դա լուրջ հաշվարկներ են, ունի հետերոզիգոտ մուտացիա այդ գենի մեջ։ Գիտնականները սկսեցին ուռճացնել իրենց հայտնագործությունները ու սկսեցին չհակադրվել։ Հարցին կա լուծում, այս պահի դրությամբ։ Մենք փորձում ենք դա լուծել սննդային հավելումներով։ Մեր օրոլոգների գայդլայներով նոր բաներ հայտնվեցին իր հետ կապված։ Ողջույն սիրելի ընկերներ, ողջույն սիրելի բարեկամներ, դուրսը արդեն գարնա երկրորդ ամիսնա, դուսը շոքա, տակա, դուք կամ էլ անձրևա, մենք մարտին ենք նկարում հաղորդումը, ես հստակ չեմ կարող ասեմ, ամեն դեպքում թե կարճաթևով եք, թե հուդիներով եք, թե հեռախոսով եք, թե նոթբուքով եք, հեռուստացույցով եք, դուք նայում եք Doctor's Room YouTube-յան ալիքը ու Medcast հաղորդաշարը։ Իդեպ մեզ կարաք նայեք ոչ միայն YouTube-ում, այլ նաև Yandex podcast-ում կարաք լսեք, Google podcast-ում լսեք, Apple podcast-ում լսեք ու ինչ որ բառ գտնեք, որտեղ podcast-ը կա, ինքը այդպես application-ը podcast լսելու, բաց ինչ որ չինական բաներից, մեզ կարաք այնտեղ լսեք։ Իդեպ, եթե դու երազում ես ունենաս քո սեփական podcast-ը, հաղորդումը, գժական ռիլեր նկարես, աշխատես պրոֆեսիոնալ թիմի հետ կամ բիզնեսը ով որ 0-ից ուզում է իր մարքեթինգ ստրատեգիան կառուցվի ու իրագործվի, դիմում ես մեզ Spin Ideas Agency-ին, Spin Ideas Agency, երբ Doctor's Room իրականություն չէր ու դառավ իրականություն, այս սլոգանը կարելի է օգտագործել։ Լավ, ինչևէ, այսօրվա մեր հյուրը հանրահայտ Կովկասի գերուհի ֆիլմի Նինայի նման մի շարք մասնագիտություններ ունի, գեղեցկուհի, կամսամոլկա, ալպինիստկա ու տարբեր սեծրիգալյաներ ունի, բժիշկ, ռադիոլոգ, կոսմետոլոգ, ինչպես նաև Bonfarm ընկերության գիտական խմբի ղեկավար, ինչպես նաև Նայիրի բժշկական կենտրոնի կոսմետոլոգիական ծառայության ղեկավար, բժշկուհի Գոհար Պետրոսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք Գոհար ջան։ Շատ լավ։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Մենք տենց կարայինք սկսենք հաղորդումը, բայց տենց ավելի հավեսով, հումորով ենք ուզում անցկացնենք։ Դուք մեր հաղորդումը չեք նայել, դեպ մեր հյուրերից առաջինն է, որ մեր հաղորդմանը ծանոթ չի, դրա համար փորձենք ավելի թեթև անցկացնել հաղորդումը։ Ոնց փոքրիկ Գոհարը որոշեց, որ պետքա բժշկուհի դառնա։ Այդ հարցը տալիս եք շատ հետաքրքիր հարց է, ուղղակի բժիշկների ընտանիքում եմ ծնվել, մեծացել եւ չունեի այլ ընտրանք։ Հասկացա։ Եւ բայց նաեւ շատ սիրում էի ապրել եւ սովորում էի խորեոգրաֆիկ ուսումնարանում։ Եվ երբ որ հարց ծագեց, վերջես երեխան ինչա դառնալու, պարուհի թե բժշկուհի, իմ քերիս բժիշկ ռադիոլոգ Անդրանիկ Նազարյանը եկավ եւ տանը sense բաներ հավաքված Սիմեյնի սովետ, որտեղ ասեց Բալիկ ջան, դու պատրաստ ես 30 տարեկանում դառնալ թոշակառու։ Ես ասեցի ոչ, որտեղ 15 տարեկան աղջկան ասին դու 30 տարեկանում թոշակառու ես դառնալու։ Բայց հաստատ է ժամանակ համաձայնվեք չէ։ Ասեցի չի իհարկե ոչ։ Եվ ես դարձա բժիշկ։ Առանձնապես տենց մեծ ընտրություն չունեի, որովհետև հիմնականում ընտանիքը բժիշկներից էր բաղկացած։ Հասկացա։ Այն միանգամից նակարնյու վերացրեցին, այո։ Իդեպ Անդրանիկ Նազարեթյանն է հայկական ռադիոլոգիայի հիմնադիրներից մեկն է, մարտով որ մենք իմացանք երկրորդ աշխարհամարտն անցել ու դրանից հետո Հայաստանում առանձնահատուկ կերպով ռադիոլոգիային շեշտադրվել։ Իդեպ ասեմ, այդ ռենտգենոլոգիային միայն ռենտգեն ճառագայթով էին ախտորոշում կատարում։ Հա, թող լինի հենց ռադիոլոգիայի հիմքն է ռենտգենոլոգիան։ Ու այդ թվականներին շատ մասնագետներ, այդ թվում նաև բժիշկ Միքայելյանը, Մանով հիմա Միքայելյան վիրաբուժական ինստիտուտն Ավդալբեկյանը ու տարբեր մասնագետներ 0-ից ոնց որ կառուցում են մի հատ համակարգ բժշկական, որ սովետական միությունում ավելի մեծ ռեսուրսներով երկրներ շատ ավելի դժվարությամբ են կառուցել, քան մենք, ի թիվս նմանատիպ լուսավոր մարդկանց։ Պարտավորվածություն ձեր ուսերին զգում եք, որ այտենց մարդու ոնց որ ընտանիքի հետնորդ բժիշկ եկել, ինչ որ ծանրություն կա ձեր ուսերին, թե չէ։ Չէ, բոլորովին ծանրություն չի եղել, անկեղծ ասած իմ ուսումնառումը եղել է միայն հաճույքով, մինչև հիմա։ Անցել է 30 տարի, բայց ես մինչև հիմա սովորում եմ, ես սովորում եմ հաճույքով, երբևէ չեմ զգացել ինչ որ ծանրություն, ուղղակի ինչ որ թեթև մրցակցային պահ կար, որտեվ մեր ընտանիքում 3 քույր ենք մենք, 3-ս էլ բժիշկներ ենք։ Մեծը պրոֆեսոր է, associate պրոֆեսոր է եւ մագիստր, այո։ Հայաստանում չի ապրում, բայց տենց ցկտում եմ, որ
դուք էլ պրոֆեսոր ունեմ մի քանի տարի, այո, դեռ 5-6 տարի Ձեր ընտանեկան հավաքույթները ինձ թվում է շատ հետաքրքիր լարված են անցնում։ Ես էլ ֆիզիկների, մաթեմատիկների ընտանիքներից եմ եղել, ու երբ որ նայում եմ ընկերներիս ընտանիքներում քեֆերը ինչ հավես ուրախությամբ բանման, ու մեր ընտանիքում խոսակցությունը ֆեյմն այստեղ սխալվում էր բանման, ու սենց էր գնում։ Հիմա հասկանում եմ, որ շատ բան քաղել եմ հենց այդ ընտանեկան հավաքույթներից, երբ որ ուրիշ կատեգորիայի մարդիկ են իրար։ Ուղղակի հաշվի առնելով, որ մի քույրս էլ պաթոլոգանատոմ է, շատ հետաքրքիր էր անցնում մեր ընտանեկան երեկոները։ Սիրով հրավիրում ենք մեդքաստ, պաթոլոգանատոմ հյուր չենք ունեցել, խոսենք դիահերձումներից ու մնացած հյուսվածքաբանական փոփոխություններից։ Կստացի Հայաստանում պաթոլոգանատոմիան շատ լավն է, բայց քիչ են մասնագետները, դրա համար մի հատ պաթոհյուսվածքաբանական պատասխանի կարող է մինչև 2 շաբաթ սպասենք, էլ չհաշված որ այնտեղ ավելացվի իմունոհիստոխիմիա եւ այլն, տխուր է այդ վիճակը։ Լավ, իսկ նայեք, դուք բժիշկ ռադիոլոգ եք սովորել, սոնոգրաֆիստ, կատե, MRT, ռենտգեն, ու հետո դարել եք դերմատովեներոլոգ, կոսմետոլոգ։ Այդ անցումը ոնց է կատարվել գործը։ Անցումը կատարվել է շատ հետաքրքիր ձևով, ես նորից ուզում եմ ասել, որ ես դարձա ռադիոլոգ ոչ իմ ընտրությամբ, այլ ամբողջ քանի որ այնքան ես մեծացել եմ այդ ռենտգեն նկարների մեջ, ես խաղում էի ռենտգեն նկարների հետ եւ մայրս էլ էր ռենտգենոլոգ, քերիս իրենք անդադ քննարկում էին պացիենտների հետ կապված հարցեր, այդ նկարները, ես միանգամից գնացի այդ ուղղությամբ, ինձ շատ հեշտ էր սովորելը, որովհետև մեր կլինիկական արդինատուրայի ընթացքում, երբ որ մնացածը նոր սովորում էին, ես արդեն ամեն ինչ գիտեի տպավորություններ։ Բայց հետո հասկացա, որ իմը չի։ Եվ հետո հասկացա, որ մաշկը ինձ շատ հետաքրքիր է որպես օրգան։ Եվ որ Ռուսաստանում ընդունվեցի կլինիկական արդինատուրա, ճիշտ ասած առաջին քայլերս արել եմ Մեծ Բրիտանիայում, որպես դերմատոլոգ դառնալու, բայց կլինիկական արդինատուրան անցել եմ Ռուսաստանում։ Երբ որ մեր շատ տարիքով պրոֆեսորը ասեց առաջին օրը, ասեց «Нету дерматологической патологии». Внимательно слушайте меня. Нету такой дисциплины в медицине. Есть состояния организма, которые проявляются на коже. Սկսած էկզեմայից, վերջացրած այնտեղ, չգիտեմ, գիպերկերատոզով։ Դերմատոլոգիա կարելի ասել միայն այրվածք ստացակ, դա մաշկի մեջ էր սահմանափակված պաթոլոգիական process-ը։ Մնացած բոլոր 99% պաթոլոգիական վիճակները դա օրգանիզմի մեջ կատարվող երևույթներն են, որոնք աուտոիմուն process-ը, գենետիկորեն, ակնեն հորմոնալ process-ը, կարելի ասել։ Եվ այդպես շարունակել կարող ենք երկար։ Դերմատիտները, էկզեմաները կապված են ստամոքսաղիքային տրակտի հետ, պիգմենտացիան նագաֆակտորիալ մի քիչ մեկ ռուսերեն բառեր կօգտագործեմ 20 տարի Ռուսաստանում եմ ապրել մի քիչ կհակներեք չէ ես հայերենը շատ լավ տիրապետում եմ շատ սիրում եմ հայերեն խոսել ուղղակի մեկ I can speak on English too but we prefer Armenian ես կուզեի ես հասկացա որ մաշկը ինքնին հետաքրքիր է եւ ռադիոլոգիայից անցան կատարեցի իսկ աշխատել եք որպես ռադիոլոգ թե արդինատուրան ավարտեցիք աշխատել եմ որպես ռադիոլոգ աշխատել եմ սոնոգրաֆիստ որպես հետո կատե կոմպյուտերային CT scan ոչ շատ երկար մի 5 տարի դա երկար է Այդ բավական երկար բավական պրոֆեսիոնալ եք դարձել այդ ընթացքում Հայաստանում չեմ աշխատել ուղղակի մենք Հասկացա, մենք հաղորդումից առաջ հետաքրքիր զրույց ունեցանք սոնոգրաֆիայի պահով, ես այդտեղ սոնոգրաֆիստ մենք սպասելի հյուր ունենք, ում հետ այդ թեմայով կզրուցենք, անպայման, կա կարծրատիպ, որ հիմա դարը փոխվել է ու սոնոգրաֆիայով պետք է զբաղվեն ամեն մեկը իր մասնագիտությամբ, գաստրոենտերոլոգը իրանով, ուրոլոգը իրանով, գինեկոլոգը իրանով, էնդոկրինոլոգը իր շիտավիտկայով նմանատիպ երևույթներով եւ ոչ միայն ասածս որն է բայց ընդհանուր առմամբ երբ որ մենք դիտարկում ենք պաթոլոգիան պետք է մարդ ով որ ամբողջ օրգանիզմի սոնոգրաֆիան կարող անի որովհետեւ օրինակ նույն երիկամաքարային խիթի ժամանակ
պետք է գալիս որովայնի սոնոգրաֆիա, որովհետև պետք է տարբերակել լիքը այլ հիվանդություններից, որոնք աջ շրջանում որովայնի կամ գոտկային շրջանի ցավեր կարան առաջացնել։ Ինչ կարծիք ունեք այս թեմայի շուրջ լսելու մասին։ Ես անկեղծ ասած հստակ կարծիք ունեմ, դա ամբողջ աշխարհում ընդունված ձև էր, երբ որ մենք նոր էինք դրան հանդիպում, շատ զարմանում էինք, որ նույն նևրոլոգները MRT-ն կարդում են հանգիստ, գինեկոլոգները իրենք են սոնոգրաֆիա անում, կա այդ տենդենսը, կա շուտվանից կար, բայց բժիշկ դիագնոստները, ախտորոշիչները, դրանք դա առանձին մասնագիտություն է, որովհետև օրինակ դուք ուրոլոգ եք կամ որևէ մեկը գինեկոլոգ է, դուք ունեք բացի ախտորոշումից ճառագայթային մի շարք այլ զբաղվածություն կապված ձեր հիմնական մասնագիտության հետ։ Եվ դուք չեք կարող ունենալ այն մասնագիտացվածությունը, ինչ եք ունենա մասնագետը, որը որ այո, զբաղվում է միայն ուլտրաձայնային դիագնոստիկայով։ Ես չեմ, դրանք իրար չեն հակասում։ Գիտեք, մի բան էլ կուզենայի պատմել, ես վերջերս ես стала свидетелем մի հատ սիտուացիայի, երբ որ պլաստիկ վիրաբույժը դրեց ապարատը поверхностный դատчикով, մակերեսային դատчикով դրեց եւ փորձեց ցույց տալ կրծքագեղձում մոտ գտնվող ավշային հանգույցը։ Ու ասեց դե դուք էլ նախկինում սոնոգրաֆիստ եք եղել, նորմալ վիճակ ավշային հանգույցի։ Ես ասացի, ես նախկինում սոնոգրաֆիստ եմ եղել, բայց ես չեմ իմ վրա վերցնի այդ պատասխանատվությունը ասել, որ նորմալ վիճակ ավշային հանգույցը, հատկապես որ այնտեղ կային խնդիրներ։ Հետո երկար հետազոտությունից հետո պարզվում է, որ ավշային հանգույցը նուրբացած նորմալ վիճակում չէր։ Հետևաբար ես սիրում եմ դիմել նեղ մասնագետներին։ Եվ դա ճիշտ է։ Որ դուք նայում եք սոնոգրաֆիա անում եք, դա կարևոր է ձեր համար, դա ձեզ է տալիս շատ բան։ Ես նույնիսկ շատ ժամանակ հիվանդներից գումար չեմ վերցնում, այդ պահին ինձ ուղղությունը, ասենք այդ պահին մարդը սուր ամորտու ցավով է գնում է սոնոգրաֆիա արի ժամանակ չկա։ Դուք ինքնուրույն եք նայում։ Տեսանք պերեկրոտա ամորտու պերեկրոտ չի բորբոքումը, հեղուկ կա, վարիկոցել կա, չգիտեմ ուռուցքային process կա եւ այլն, բայց օրինակ եթե ես կասկածում եմ, շատ բան է տալիս, չէ՞ որ դուք դա տեսնում եք։ Միանշանակ, բայց եթե ես օրինակ ուռուցքային հիվանդությունների հետ նամանավանդ, երբ որ ես տեսնում եմ ուռուցքային process, ասենք ես հասկանում եմ, որ ստեղ ուռուցքային process-ը, ես առավել նկարագրության համար միշտ ուղարկում եմ պրոֆեսիոնալ սոնոգրաֆիստի, որտեվ ես ուռուցք եմ տեսնում, բայց ես պետքա ուռուցքի նկարագիր, պետքա մարդ, ով որ կտարբերակի հյուսվածքի որ հատվածում սկսվեց ուռուցքը, որ հատվածում վերջացավ, անոթավորումը եւ այլն եւ այլն։ Ինձանից դա շատ ավելի ժամանակ խլի, քան օրինակ մենք խոսեցինք սոնոգրաֆիստներից, Գեգամ Գուրգենիչից, Արմեն Կարպեչից, Հովսեփին Ռևազյան կուզենեմ բարևեմ, սոնոգրաֆիստ, Հովսեփին Ռևազյան կուզեմ բարևեմ, որը պրոֆեսիոնալ ուրոլոգիայում սոնոգրաֆիայի մասնագետ է, ում հետ մենք քննարկում ենք նմանատիպ դեպքերը ու այո, հենց ուսուցիչներից իրանք էլ ռադիոլոգիան մի ստեփ ավել բարձրացրեցին Հայաստանում, որ տվյալ պարագայում անպայման պետք է խորհրդակցել, բայց օրինակ բանալ երևույթները տեսնելու համար, օրինակ հիդրոնեֆրոզ տեսնել, քար տեսնել, այլ անհանգստացնող սոնոգրաֆիստին։ Բայց ես այսօր դες ուրիշ բանի համար եմ կանչել։ Մենք խոսեցինք ռադիոլոգիայից, մաշկաբանությունից, մենք այստեղ շատ ենք խոսել տարբեր մաշկաբանների հետ։ Մենք ուզում ենք դուք քանի որ Bonfarm ընկերության գիտական խմբի ղեկավարն եք ու Bonfarm ընկերությունը ինքը շուկայում հայտնի որպես BADER բիոակտիվ հավելումներ արտադրող կամպանիա դուք զբաղվում եք այդ բադերի բաղադրությամբ, նրանց հետ կապված գիտական աշխատանքներով եւ այլն, ես ուզում եմ ձեր հետ խոսամ այսօր գիտական բադերից, որովհետեւ շատերն ասում են, օրինակ խմեք վիտամին D ու ձեր հոգնածությունը կանցնի։ Այս ուզում եմ ձեզանից լսեմ ոնց, երբ, ինչքան, խի ու ոչ միայն վիտամին D-ից, այլ մնացածից։ Մեկ էլ մի քանի բառով կպատմեք ինչով է զբաղվում Bonfarm ընկերության գիտական թիմը, գիտական թիմով եք աշխատում։ Գիտեք, գիտական թիմը շատ մեծ աշխատանքով է զբաղված, շատ մեծ աշխատանք է կատարում, մինչդեռ ծնվում է հերթական պրեպարատը։ Իրականում դա շատ խորը ժամանակատար, աշխատատար, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր աշխատանք է։ Նախ ուսումնասիրվում է ամբողջ շուկայում գտնվող, շուկայում հայտնի բոլոր պրեպարատները, որոնք ենթադրենք ինչ-որ մի միտք ունենք եւ ուզում ենք ունենալ պրեպարատ։ Սկզբում ենք ուսումնասիրել ամբողջը, ինչ որ կա շուկայում։ Երկար ուսումնասիրություններից հետո անցնում ենք գիտական աշխատանքի, այսինքն մենք փորում ենք, կարելի ասել, PubMed-ը, Cochrane Laboratory-ն, NCBI-ը, ամեն ինչ։ Եվ փորձում ենք գտնել
գիտական ապացույցներ, այսինքն որպեսզի մեր ներկայացրած բաղադրությունը ունենա evidence-based, այսինքն գիտական ապացուցվածություն, ինչքանով որ դա հնարավոր է այս պարագայում, որովհետև գիտությունը ինքը շատ հին է, ինքը մարդկության պես հին է, ի վերջո վիտամիններ, միկրոէլեմենտներ, դրանք վիտալ կարևոր մասնիկներ, սա մարդու կյանքի պես հին բան է, մարդու պատմության, մարդկության։ Այդ եմ ուզում միշտ շեշտեմ, որ նուտրիենտները, միկրոէլեմենտները հավասարաչափ դաժե մարդկությունից ավելի շուտ են ստեղծվել ու մարդկության կազմության մեջ է մտնում։ Ուղղակի բիոակտիվ հավելումները դարձել են ավելի հեշտ շարլատանական մեխանիզմներով աշխատող պրեպարատներ, որ երբեմն լուրջ հիվանդություններ, որ բնության ստեղծման ժամանակ մարդիկ 20 տարի էին ապրում, այս ուզում եմ անպայման շեշտեմ, որ քիմիական պրեպարատին երբեք չի փոխարինելու հավելումը չի կարա քաղցկեղ բուժի հավելումը չի կարա։ Խնդրում եմ այս պահը թույլ տվեք ես միջամտեմ եւ շատ խիստ արտահայտեմ իմ կարծիքը։ Սրանք կոչվում են հավելումներ։ Հավելումներով մենք որևէ հիվանդություն չենք բուժում։ Շատ շնորհակալություն, Գարչան։ Երբևիցե։ Դուք ավելի ճիշտ ասացիք, էլի։ Երբևիցե մենք որևէ հիվանդություն չենք բուժում։ Կան վիճակներ, որոնց բուժումը իսկապես միկրոէլեմենտներ են։ Օրինակ, երկաթ դեֆիցիտային անեմիան, դուք ինչով եք բուժում։ Երկաթով։ Մենք ունենք medical device, այսինքն պրեպարատներ, որոնք որ բժշկական օգտագործման պրոդուկտներ են, այսինքն դեղորայք է, որը պարունակում է միայն երկաթ, որոնք։ Մենք ունենք բադեր, որոնք պարունակում են միայն երկաթ եւ կոֆակտորներ։ Կան վիճակներ, որոնց բուժման համար ցուցված են, եթե երկաթ դեֆիցիտային անեմիա է, մենք երկաթով ենք բուժում։ Մի շարք այլ հիվանդությունները եւ ընդհանրապես բուժման նպատակով նշանակել բադային հավելումներ, այսինքն բադային չերվի հավելումներ, դա միանշանակ սխալ է։ Այստեղ գիտեք ինչ օրինակն եմ սիրում բերեմ, իմ սիրած պրեպարատներից մեկը, որ ես բավականին շատ օգտագործում եմ, մեգասպերմինն է, նույն ձեր ֆիրմայի արտադրության։ Հիվանդը գալիս է 8-9 ամիս, ասում է բժիշկ, մեգասպերմինը խմել եմ, չի օգնել։ Նայում սպերմոգրաման չի օգնել, որովհետև ոչ մի աշխատանք չի տարվել հիվանդի հիմնական հիվանդությունը բացահայտելու ուղղությամբ։ Հիվանդին միշտ բացահայտում եմ, շատ ժիտեյսկի եմ բացատրում, ասում եմ, պատկերացրու մեքենայիդ վրա ծառ անգել։ Դու վերցրել ես միանգամից տարել ես դզող փչողի մոտ առանց ծառը վերացնելու։ Ու դու ուզում ես, որ դզող փչողը քո կռիշը կապոտը մնացածը դզի։ Մեգասպերմինը դզող փչողն է, բայց մինչև այդ ծառը չհանենք, չդնենք վարիկոցել են, ինֆեկցիաները, հորմոնալ խնդիրները, ճարպակալումը, այլ ինչ օքսիդատիվ ստրեսի կարաբեր այդ ամենը չհանենք, դնենք մի կողմ, ուզում ես 5 կիլո մեգասպերմին օրը խմի, ինձ չի օգնելու, ուստի շատ եմ սիրում այդ քաղաքականությունը Բոնֆարմը ունի, որ ինքն էլ է ձգտում, որ տեղին խմեն պրեպարատը, ոչ թե որովհետև այդ ամեն սխալ ընդունումը բերում է, օրինակ հիվանդներ կան 9 տարի վարիկոցել ունեն, մի 5 կուրս տարբեր տեսակի բադեր են խմել, այդ թվում նաև մեգասպերմինը, ասում են օգուտ չկա, չի լինելու, որովհետև հիմա մի լրացում էլ ասեմ ձեզ, լրիվ համաձայն եմ ձեզ հետ, պլյուսը նույն մեգասպերմինի մասին խոսեցինք, վնաս չենք տա մենք իր ընդունելով պացիենտին, վնաս չենք տա, բայց օգուտ չենք տա այն պարագայում, երբ որ կա հիմնական հիվանդություն, եւ կան, ես գիտեք ոնց կան, есть частные случаи, когда որոշ դեպքերում մենք օրինակ ռախիտը մենք բուժում ենք վիտամին D-ով, կալցիի պրեպարատներով, չէ՞, կան որոշ մասնակի դեպքեր, որոնց բուժման համար պետք են միայն միկրոէլեմենտներ եւ վիտամիններ։ Քիչ քանակով հիվանդություններ, որոնց բուժման համար օգտագործվում են միկրոէլեմենտներ եւ վիտամիններ։ Բուժման նշում եմ նորից։ Բայց այդ դուք շատ հետաքրքիր համեմատություն արեցիք, ես էլ կին եմ, սովորաբար խոհանոցի հետ եմ համեմատում այս ամեն ինչը եւ բացատրում եմ վիտամինները, միկրոէլեմենտները, դրանք կոֆերմենտներ են, կոֆակտորներ են մեր օրգանիզմում տեղի ունեցող բիոքիմիական process-ներին։ Մասնակիցներ են, էլի այդ ամեն ինչը։ Մեր բջիջներում, ամեն բջիջի մեջ տեղի է դա ոնց որ լինի մի բնակարան մեծ շենքի մեջ եւ բնակարանի խոհանոցում կատարվող process-ները դա մեր բիոքիմիան է։ Եվ մենք ունենք հիմնական ինչ-որ բաներ, գազ, տնային տնտեսուհի, որը պատրաստի այդ ամեն ինչը, կամ տնային տնտեսվար, այդ բոլոր կամպանիաները, որոնք պատրաստ են, բայց չկա նյութ, որից պիտի չի բերվել պրովիզիա տուն,
նույնպես նույն ձեր ասացի կանացի վարիանտն է, էլի հասկանում եք, չէ՞։ Չի բերվել միս, բանջարեղեն եւ այլն չկա տանը, չնայած որ տունը շատ լավ սարքած է, այնտեղ կա տնային տնտեսուհի, տնտեսվար, ամեն ինչ կա, գազ կա, կրակը վառվում է, ամեն ինչ կա, բայց չկան օգնող ֆակտորները, հասկանում եք, օգնող ֆակտորները։ Եվ դուք չեք կարող ամբողջությամբ կատարել այդ խոհանոցի ֆունկցիան։ Իսկ ի վերջո խոհանոցի ֆունկցիան վիտալ կարևոր ֆունկցիա է, որովհետեւ եթե մարդը չի ստանում սնունդ, մարդը չի ապրի երկար։ Վատ սնունդի դեպքում ոչ այդքան լավ կապրի, կարող է մի քիչ ավելի երկար ապրի, քան չսնվելու դեպքում, բայց շատ վատ որակով կյանք կունենա։ Հետևաբար վիտամինները, միկրոէլեմենտները դրանք կոֆակտորներ են բոլոր մեր բիոքիմիական ռեակցիաների մեջ։ Եվ մեկի կամ մյուսի պակասը, գիտեք, միանգամից երևում է մաշկի վրա առաջինը, երևում է ոսկրային հյուսվածքում, երևում է անոթի պատի մեջ, երևում է աչքի հատակում, եւ մի 2 տարի առաջ ավարտել եմ biochemistry-ն Harvard Medical School-ում եւ շատ հետաքրքիր էր, երբ որ իրանք ամեն մի բիոքիմիական ռեակցիան միանգամից կորելացիա են անում, այսինքն միանգամից մեզ բացատրում էին, թե դու դա ոնց կտեսնես այդ ռեակցիայի բացակայությունը մարդու դեմքի վրա։ Օրինակ, կամ մարդու օրգանիզմի մեջ, հասկանալի է, եւ դու միանգամից հասկանում ես, դու ինչի ես սա սովորում, դու ինչի ես B3 վիտամինի կարևորությունը ինչի ես այսքան երկար։ Որքան էլ տարածված չի, օրինակ մեր երկրում ընդունում է B3-ի, B9-ը, B12-ն է, նիացին կամ ֆոլատու համատարած, բայց B3-ի մասին խոսք չկա, Չէ, արդեն կա, արդեն բավականին կա, համեմատաբար ավելի քիչ է, հա։ Նու չէ, օրինակ ես վերջերս էլի տենց հետաքրքրելով ուսումնասիրելով տեսա, որ B3-ի մնացած B կոմպլեքսների հետ, B խմբի վիտամինների հետ լուրջ խնդիրներ ունենք, էլի մենք նշանակման։ Հիվանդ բժիշկներ կան վախենում են դաժե B խմբի վիտամիններից։ Ասեմ պատճառը։ Ուրեմն պատճառը դա ֆոլատ-2-ն է, չարաբաստիկ։ Ֆոլատ-2 ձևով վիտամին B9-ը գոյություն չունի բնության մեջ։ Ֆոլատ-2-ն մարդու ձեռքով սինթեզված արհեստական մոլեկուլա։ Ինչի համար, որտեղ ինքը էժան է, ինքը շատ բիոհասանելի է, ինքը շատ ավելի բիոհասանելի է, քան բնական ֆոլատները, եւ ինքը շատ հեշտ լրացնում է ֆոլատների պակասը օրգանիզմում, բայց ինքը չկա ոչ բնության մեջ, իսկ մենք գիտենք, որ վիտամինները դրանք վիտամին ինչ են կոչվում, որովհետեւ նրանք բնության մեջ կան եւ մենք իրանց միայն ստանում ենք օգտագործելով 1-2 վիտամին ունենք, որոնք մենք մեր մոտ սինթեզվում է օրգանիզմում։ Մնացած բոլորը, օրինակ β2-ը սինթեզվում է в том числе մեր աղեստամուքսային տրակտում միկրոբիոտայի կողմից եւ վիտամին D-ն, որը արևով մաշկի մեջ արտադրվում է։ Շատ քիչ քանակով նաեւ B3-ը արտադրվում, բայց շատ քիչ քանակով։ Եվ մենք ամեն ինչը ստանում ենք պերոս ուտելու արդյունքում։ Ֆոլատ-2-ն կա մի լուրջ հետազոտություն, բավական մեծ հետազոտություն, որը մեզ տվել է ինֆորմացիա նրա մասին, ասեմ անկեղծության համար մի հետազոտություն ընդամենը, որ երկարատև ֆոլատ-2-ի ընդունումը 5 միլիգրամի մասին է խոսքը եւ ոչ միկրոգրամի, եւ ֆոլատ-2-ի երկարատև ընդունումը հետագայում նույնիսկ հղիության ընթացքում բերում է կրծքագեղձի քաղցկեղի։ Այդ մի հետազոտություն, բայց բավականին մեծ վիբր կա, մեջը վերցված։ Ֆոլատ-2-ը նշանակում չի դադարեցնեք խմել այդ բժշկու ասածով, ընդհանրապես մի հետազոտությունը խորհրդակցի, հա, էլի, թե չէ մեզ կարող է լսեն, հետո ասեն հղիության ընթացքում ունենք սկսեն չխմել ֆոլատ-ը, այդ խնդիրները առաջ կան։ Դրա համար մենք բացատրում ենք, ինչի է այդ բանը, ինչի այդ վախենում են նշանակեն B խմբի վիտամիններ։ Դա վերաբերում է միայն ֆոլատ-2-ին։ Համար երբ որ մենք նայում ենք եւ հետո վիտամինների յուրացումը օրգանիզմի կողմից խիստ գենետիկորեն դետերմինացված է։ Այսինքն որպեսզի ֆոլատ-2-ն կատարի իր գործունեությունը նույն հղիների ժամանակ այդ ներվնի տրուբկայի ձևավորման համար պետք է անցնի մի շարք մետաբոլիկ ճանապարհ, որտեղ մասնակցում են ֆերմենտներ, օրինակ MTGF ֆերմենտը, որը դարձնում է ֆոլատ-2-ն ֆոլատ եւ միայն ֆոլատն է կատարում իր վերջնական ֆունկցիա։ Հիմնայնացում է գնում այս։ Տեսեք, մեթիլացում է գնում։ Հիմնայնացում չի գնում, հիմնականում գնում է մեթիլացում, մեթիլ խմբի միացում ֆոլատ-2-ին, բայց այնտեղ մի էտապով չի, մի քանի էտապ է։ Եվ վերցնում եք ուղղակի մի օրինակով, որպեսզի մի քիչ ավելի հասկանալի եւ հեշտ, MTGF-ը մեթիլ տետրագիդրոֆալատ ռեդուկտազը ֆերմենտի կառուցվածքը գենետիկորեն դետերմինացված, այսինքն գենետիկորեն մենք մեր երեխաներին տալիս ենք մեր երեխաների եւ մեր օրգանիզմում ինչպես է սինթեզվում տվյալ ֆերմենտը, որը պիտի կատարի այդ գործը, դարձնի մեթիլ ֆոլատ ակտիվ
մետաբոլիտ, այո, որը կկատարի ֆունկցիա։ Եվ ուրեմն եվրոպական պոպուլյացիայի 40, ասեմ ձեզ 5%-ը, դա լուրջ հաշվարկներ են, ունի հետերոզիգոտ մուտացիա այդ գենի մեջ։ Այսինքն կարող է ինքը չկարողանա ֆոլատը ստանալ։ Այո, ֆոլատ ստանալ։ Այդ դեպքում ֆոլատթուն մնում է կուտակվում, իսկ մենք գիտենք, որ ֆոլատթուն վիտամին B9-ը դա այն վիտամիններից է, որը կուտակվելու հատկություն ունի, հիմնականը դուրս է գալիս, բայց վիտամին B9-ը կարող է կուտակվի օրգանիզմում։ Եվ հետևաբար ոչ միայն չկատարի իր ֆունկցիան, այլ նաև կատարի շատ ոչ հաճելի կողմնակի երևույթների բերի։ Եվ դա բերեց այդ վախը բժիշկների մեջ, այդ B խմբի վիտամիններին միայն դրան է վերաբերում, այսինքն նորից եմ կրկնում արհեստականորեն սինթեզված ֆոլաթթվին։ Իսկ ֆոլատը բնական օրգանիզմում օրինակ այդ ֆոլատի անհրաժեշտությունը ոնց լրացնեն, եթե ֆոլատ ուտում են կանաչ բանջարեղեն, որը շատ քիչ են ուտում, որում շատ քիչ կա, որում իրականում այդ ֆոլատը, որը շատ կարևոր է, ինքը շատ դժվար է յուրացվում, ինքը շատ տերմոջերմության նկատմամբ ոչ կայուն է իրականում, այսինքն եթե այդ շպինատը, ոնց է կոչվում, դա սպանախը, մենք ջերմային մշակման ենք ենթարկում, ֆոլատները լրիվ պակասում են իր մեջ։ Ֆոլաթթուն ոչ, մի բան էլ ասեմ կներեք, որ հետո կիսատ չլինի միտքս։ Երբ որ մենք խանութում տեսնում ենք ալյուր կամ չգիտեմ, եգիպտացորենի ալյուր ֆոլաթթվով, դա արհեստականորեն հարստացված է ֆոլաթթվով։ Մի շարք երկրներում սրանից 30-40 տարի առաջ դա շատ մեծ բան ստացավ, արձագանք պոպուլյարնես ֆոլաթթվով հագեցնելը սննդանյութերը, որպեսզի այդ պակասը լրացվի։ Բայց ժամանակը անցնում է եւ մենք ստանում ենք նորություններ եւ մեր գիտությունը առաջ է գնում եւ հասկանալի դարձավ, որ ֆոլաթթուն արհեստական սինթեզված ամեն դեպքում կա հետազոտություն բավականին մեծ քանակով կանանց վրա արված եւ ունենք այդ արդյունքը։ Դա չի վերաբերվում ֆոլատներին, դա չի վերաբերվում մնացած բոլոր վիտամիններին, որոնք որ բնական են։ Այսինքն մենք ուտելով կանաչ, չիներ, բանջարեղեն, մենք ոչ մի ձևով չենք կարող չունենք այդ վտանգը ունենալու որևէ այլ վիճակ։ Ժամանակին մինչև 20-րդ դարը մարդը երկու հնարավորություն ուներ։ Ձմեռը ուտել այն ինչ որ կուտակել էր ամառը ուտել թարմ բանջարեղեն։ Ու ինչա ճարպակալում իմ այդպես տարածված խնդիր, որովհետև մեր օրգանիզմի բիոռիթմ կարելի ասել չի, ինչի խախտված է, որ քո օրգանիզմը ձմեռը շաքար է ուտում, ինքը ընկալում որպես միրգ է ուտում ու ինքը ասում է չէ, ստոպ, հələ մի վայրկյան, հələ ձմեռ չի, հələ մի վայրկյան իսկ կուտակվում, հələ ձմեռը մոտիկանալու է։ Ու ինքը այդպես շարունակում է, նույն այդ պրինցիպն է, այսինքն բնություն ստեղծել է, ասել է, ես դες կանաչ, ես դες ամառ, գարուն լրացրեք ձեր պաշարները այդ ամեն ինչով։ Նույնիսկ այդ պասային կուլտուրան որ կա, ինչի համար է պասե ժամանակում հետաքրքիր բան կար, որ ոչ միայն ինքը քրիստոնեական կամ հոգևոր նշանակություն ունի, այլ թողում են, որ անասունները այդ ժամանակ ծննդաբեր են, շատանան եւ մարդիկ այդ ընթացքում ավելի շատ բանջարեղեն ուտեն։ Որտեւ այն ժամանակվա ին կարծիքով Քրիստոսից առաջ ընկած հատվածում կամ առաջի, երկրորդ, երրորդ դարում մարդկանց մոտ ADHD չկար ու կենտրոնացումը շատ էր։ Դա համար իրանք տեսնում են, որ աստղը երբ հասավ որտեղ, ու նույն պարագայում նաև տեսնում են փոփոխությունները, երբ որ մարդը ասենք բանջարեղենային կամ այլ սնունդ ընդունում է ամիսներին, ինչքան դրական է ազդում առողջության վրա։ Կենտրոնացումը մարդկանց շատ էր ու իրենք կարող էին մանր այդ բաները նկատել։ Ես ինձ համեմատում եմ հիմա այդ հին մարդկանց հետ, ովքեր մեծ հայտնագործություն կարող հիմա չկարողանային անել։ Որտեղ մարդիկ չէին կարողանա կենտրոնանալ ու նստել նայել երկնքին կամ նստել նայել մարդու փոփոխություններին օրգանիզմը, որ տեղի ունենում, ունեն հետաքրքիր բան կա, ասես դիետա, կոչվում է կետոգեն դիետա։ Կետոգեն դիետայի հենց սա իմաստն է, որ օրգանիզմիդ բերես ստաբիլիզացիա, այն ստաբիլիզացիային, որով քարե մարդը հոմո սապիենսիա վերածվի, հոմո սապիենսը դարեր շարունակ ապրել է մինչև այն ժամանակ, երբ որ պրամышленный ռևոլյուցիան եղավ, ու երբ որ օրինակ շաքարը դարձավ համատարած մարդկանց հասանելի։ Որովհետև յուղ ուտելը, թե բուսական թե կենթանական յուղ ուտելը ինքը պրոստը ինքը հենց տենց մեր էվոլյուցիոն դրած էր, որ մարդը պետքա յուղ ուտի։ Իհարկե, եւ ի վերջո մենք գիշատի չենք, մենք պետքա միսել ուտենք, մսամթերքել ուտենք։ Հենց այդ է հարցը։ Ուղղակի, տեսեք, կյանքը փոխվել է, մարդիկ փոխվել են եւ ճիշտ է հայտնագործություններ էլի կան տեխնոլոգիայի առումով, բայց գիտական լուրջ հայտնագործությունները հիմնականում արվելակցան 20-րդ դարում այն ժամանակի լավ, օրինակ Արիստոտելը պարկած նայել է երկնքին, նայել է այս մի աստղին,
ինքը ֆիքսել է այդ աստղը։ Ինքը ամիսներ շարունակ ֆիքսել է այդ աստղին, տեսել է այդ աստղը ուր է հայտնվում։ Ու ասենք հույն գիտնականը այդ ֆիքսացիով նաբլյուդենիայով տվել է գիտական հիմիկվա գիտնականները, այս վերջերս հետաքրքիր մի հատ հոդված էի կարդում, էլի հրապարակված այդ ժամանակ չեմ հիշում որ ժուրնալ Science-ներ հենց հրապարակել, որ գիտությունը մեռնում է 80-ականների վերջից գիտության շեշտը դրվել է ոչ թե հայտնագործության վրա, այլ ցիտիրոիմստի։ Ու ասում է որ շատ գիտնականներ ուռճացնում են իրենց հայտնագործությունը մեծացնելով ցիտիրոիմստ հայերեն ոսկա ցիտավորում, չգիտեմ, ցիտումները շատացնելու նպատակով, ու ինքը ասում է ցիտումների կուլտուրան երբ որ մտավ ու գիտնականը սկսեց ձգտել ցիտումների, ցիտատա մեջբերում էր։ Հա, մեջբերումների, երբ որ իրան մեջբերեն, դեպ ասեմ, եթե գիտնականը ինչքան շատ են մեջբերում, այդքան հոդվածը հավաստի է։ Գիտնականները սկսեցին ուռճացնել իրենց հայտնագործությունները ու սկսեցին չհակադրվել։ Իսկ մեծ գիտական հայտնագործությունը կատարվում են այն ժամանակ, երբ որ մի խելառ հակադրվում է 1000 խելառի։ Այդ ժամանակ մեծ պրառիվներն են լինում, ու Science-ը հենց այդ բանով ասում էր, որ մենք եկել ենք մի հատ ժամանակաշրջանի, երբ որ գիտությանը նոր թափ է պետք, որ անհատներ են պետք, ովքեր դուրս կգան ու կասեն չէ, չգիտեմ, ռադիոալիքները սենց են աշխատում, մագնեզիումը սենց է աշխատում, կա եւ այլն։ Նմանատիպ հայտնագործություններ հիմա ոչ նատուրալ գիտություններում են, օրինակ այս վերջերս մեր Թուրքիայում մեծացած հայ գիտնականը, որ ստացավ տնտեսագիտության գծով, իրանք հակադրվել էին ամբողջ աշխարհին իրենց տեսությամբ, շատ հետաքրքիր, բայց ֆիզիկայի գծով եւ այլն կացանցիալներ են, այն ինչին որ արել են Էյնշտեյնը, Ֆեյմանը, Նիլս Բորը, ու չգիտեմ, այնտեղ Ալեն Տյուրինգը, այն ինչ որ իրանք արել են այն ժամանակներում, մենք շեղվեցինք մեր թեմայից։ Թեմայից շեղվեցինք, բայց շատ հետաքրքիր թեմա մտանք, որպեսզի հետ գանք, կարող եմ շարունակել այդ ձեր թեման մեծ հաճույքով, բայց ուզում ենք հետ հիշելով մեր հիմնական թեման, շատ հետաքրքիր է, իհարկե դա այդպես է, բայց մենք ապրում ենք հիմա այստեղ, այս պահին։ Post-industrial դարաշրջանում, որտեղ но мы живем сейчас и здесь։ Դրա համար մենք պետք է փորձենք ապրել հասկանալով, որ մեր կյանքում շաքարը շատ է։ Մեր սննդամթերքը, այն սննդամթերքը չի, որ ուտում էին մեր տատիկ պապիկները, միշտ որ ասում են տատիկ պապիկները չեն խմել այդ վիտամինները, հասկանում եք, մենք չենք ուտում այն սնունդը, ինչ որ ուտում էին մեր տատիկ պապիկները։ Եվ չենք ստանում այնքան կալորիա, եւ այնքան եւ ստանում ենք շատ ավելի շատ կալորիա, կներեք, ուրիշ բան է ուզում ասել, քան մեզ իրականում անհրաժեշտ է, որովհետեւ սնունդը շատ հեշտ է դարձել։ Սնունդը հասարակ օրինակ, երբ որ մենք փոքր էինք, այդ քաղցրավենիք ուտելը, ես կոնկրետի մասին եմ, դուք երիտասարդ եք ավելի, քաղցրավենիք ուտելը դա մի հատ տոն էր, որ մաման, հատկապես բժիշկ աշխատող մաման, սարքում էր ինչ որ մի քաղցրավենիք։ Եվ ոչ թե մենք ամեն սուրճ խմելուց մեզ պատվիրում էինք ինչ որ մի դեսերտ։ Եվ հետեւաբար այդ կալորիաների շատությունը եւ փուչությունը շատ ներողություն, այսինքն դատարկ կալորիաների քանակը շատ շատացավ մեր կյանքում։ Անգլիական լիտերատուրայում կա մի հատ sense հետաքրքիր բան высококалорийное голодание։ Այսինքն высококалорийное голодание, այդ անգլիական չէ, ամերիկյան է։ Բատոնչիկ ես ուտում, ստանում ես 1000 կալորիա, բայց դու չես ստանում վիտամինային սաստավ, դու չես ստանում միներալներ, դու չես ստանում ամինոթթուներ, որոնք որ ես չգիտեմ կյանքի հիմքն է, հասկանում եք, ամինոթթուներից են սինթեզվում մեր սպիտակուցները։ Քիչ առաջ մենք խոսեցինք MTG ֆերմենտի մասին, որը սպիտակուցային կառուցվածք ունի, եւ նրա կառուցվածքը կոդավորված է գենով, հասկանում եք, բայց նույնիսկ լավ նորմալ գենետիկա ունեցող մարդկանց մոտ, եթե կա դեֆիցիտ ամինաթթվային, հետևաբար մենք չենք կարող սինթեզել, սարքել, ստեղծել այդ սպիտակուցների ռեցեպտորները, ֆերմենտները եւ այլն։ Այսինքն մեր ժամանակահատվածում, որ մենք ենք ապրում, մենք սնվում ենք շատ կալորիաներով, բայց քիչ հագեցվածությամբ, որը բերում է մեզ կանգնեցնում է հարցի առաջ։ Հարցին կա լուծում, այս պահի դրությամբ։ Մենք փորձում ենք դա լուծել սննդային հավելումներով, եւ ոչինչ վատ բան դրա մեջ չկա։ Ուղղակի պետք է օգտագործել ճիշտ տեղին, ճիշտ դոզավորմամբ, ճիշտ որակյալ պրեպարատներ եւ չփորձել դրանով փոխարինել դեղորայքը եւ հակառակը։ B12-ից կուզեմ խոսամ, ինքը իմ կյանքում նոր է մտել, շաբաթը մի անգամ 5000 միկրոգրամ բադիզիկ ու շատ տենց
երևույթներ, որ կապված է իմ ավելորդ քաշի հետ, ծակծկոցներ, ինչ որ երևույթներ, ոչ դիաբետիկ էլի, պրոստի քզուտ բաներ, ինքը շատ լավ վերացրեց, հենց առաջին 2 դոզան ստանալուց։ Պրոֆիլակտիկ բետա-սերկո վիտամին ընդունելը ինչքանով է ճիշտ լինում, ինչ հետևանքների կարա բերի։ Գիտեք ոնց պրոֆիլակտիկ բետա-սերկո վիտամինը միայն բետա-սերկո ընդունելը ես այդքան ճիշտ չեմ համարում, որովհետև դա այդ խոհանոցի հարցն է այստեղ կանգնում։ Խոհանոցում մի պրոդուկտով մենք չենք կարող ինչ-որ մի հետարքիր բան սնունդ ստանալ, սննդամթերք բան ստանալ, ճաշատեսակ ստանալ։ Իսկ B-խմբի վիտամինները հիմնականում աշխատում են համակցված, այսինքն կոմպլեքսի մեջ, միասին։ Նույն այդ process-ը, որի մասին ես խոսեցի, MTGFR ֆերմենտի մասին, այնտեղ աշխատում է եւ B9-ը, բետա-սերկուսը, B6-ը, B3-ը, համարյա բոլորը B-խմբի վիտամինների մեջ։ Հետևաբար մի վիտամին ընդունելը չեմ համարում այդքան ճիշտ։ B խումբ ընդունելը ավելի ապրավդն է կարող է լինի, էլի, այսինքն ավելի արդարացված կլինի այս պարագայում, որովհետև այդ ամեն ինչը միայն B12 վիտամինով չենք կարող լրացնել ձեր բոլոր պակասները։ B12 վիտամինը հիանալի դոտացիա է, բայց ես համարում եմ, որ միայն մի վիտամինի դոտացիայով մենք չենք կարող ստանալ ռեալ արդյունք։ Բայց որևէ վատ բան անել ձեր օրգանիզմի չեք կարող։ Ուղղակի նույնիսկ վիտամինների պարագայում ժամանակ առ ժամանակ կարելի է հանձնել արանանալիզ եւ շատ ոչ ուղղակի, այլ опосредованно косвенно понять, ինչ տվեց ձեր օրգանիզմին բետա-սերկո վիտամինը, ձեր խմած։ Շարունակենք, գանք համայն աշխարհի համար 1 վիտամինին D-ն Դավիթ վիտամին D-ն ուռճացված է իր նշանակությունը մեր դարում թե չէ, որովհետև վիտամին D-ի մասին մենք անդադ լսում ենք, անդադ խոսում ենք, բոլոր հիվանդությունները բուժում ենք վիտամին D-ով։ Բոլոր հիվանդությունները ես ձեզ բանն եմ տալիս։ Իդեա չէ, հա, էլի։ Ես գիտեմ, որ բոլոր հիվանդությունները չեմ։ Բայց վիտամին D-ին շատ մեծ դեր է տրվում։ Վերջերս էնդոկրինոլոգների գայդլայնները փոխվեցին, բայց օրինակ մեր օրոլոգների գայդլայներով նոր բաներ հայտնվեցին իր հետ կապված։ Ինչ կարծիք ունեք ինչ է վիտամին D-ն, ինչ է մեզ տալիս, ասենց կարճ փոքր փորձենք իրանից խոսանք, որ մյուս միկրոէլեմենտներից էլի մի փոքր խոսենք։ Վիտամին D-ն իրենից հորմոն է ներկայացնում։ Ինչի։ Այսինքն ինքը հորմոնալ սաստավի է։ Ինքը ունի ռեցեպտոր, կոչվում է VDR, ռեցեպտոր վիտամինո D։ Ռեցեպտորը գտնվում է բջջի կորիզում։ Այդ նորից միանվագ վիտամին ստանալու մասին էլի բջջի կորիզում կա վիտամին VDR գենը, որը VDR ռեցեպտորը, որը կոդավորվում է գենով իհարկե։ Ուրեմն շատ հետաքրքիր մի հատ բան ասեմ, քանի որ 16 թվից անում եմ գենետիկ անալիզներ եւ զբաղվում եմ շատ խորը գենետիկայով, հատկա չնայած նրան, որ գենետիկ չեմ, գենետիկ անալիզների ինտերպրետացիայով եմ զբաղվում եւ Ռուսաստանում եմ շատ մեծ քանակություն արել եւ Հայաստանում եմ արել։ Ուրեմն Հայաստանի պոպուլյացիայում, երբ որ ես VDR գենը տեսնում եմ չմուտացված, այսինքն գոնե հետերոզիգոտ մուտացիա, ես շատ ուրախանում եմ։ Իսկ վիտամին D-ն ազդեցություն կունենա այդ մարդկանց մոտ, կապվի կորիզ։ Չի կապվի կորիզում գենը, VDR ռեցեպտորը ինքը դիեսպասոբնի չի, այսինքն թույլ է արտահայտված։ Ես այդ հարցը բարձրացրեցի իմ դասախոսությունների ժամանակ, ինչ շատ հետաքրքիր էր, ինչ պիտի անենք ռեցեպտորը, որին պետք է վիտամին D, ինչա գարմոն վիտամին կոչվում, որտեղ ինքը ունի ռեցեպտոր, շատ քիչ մեկ էլ վիտամին A-ն ունի ռեցեպտոր, բայց շատ քիչ վիտամիններ մենք ունենք, այդ երկու վիտամինները, որոնք ունեն ռեցեպտոր, իրանք կպնում են ռեցեպտորին, դիմերիզացվում են ռեցեպտորի հետ եւ հետո ղեկավարում են 700-ից ավել ռեակցիաներին բիոքիմիական, պատկերացրեք էլի, եւ եթե ռեցեպտորը գործունակ չի, այսինքն թույլ է, նորմալ չի ստեղծված, որովհետեւ մուտացիա կա գենի մեջ։ Հետևաբար մենք չենք ստանա նույնիսկ խմելու պարագայում որևէ արդյունք։ Եվ շատ հետաքրքիր է, որ մեր հայ պոպուլյացիայի մեջ շատ մեծաքանակը ես կհասցնեմ անպայման ստատիստիկա հաշվել, ես ամեն անգամ խոսք եմ տալիս եւ չեմ հասցնում, բայց ամեն դեպքում երբ որ տեսնում եմ նորմալ, ես զարմանում եմ, այսինքն ոչ նույնիսկ հետերոգեն մուտացիա ոչ չէ։ Այսինքն հիմա պետք է վիտամիններ խմել շատ։ Ես այդ հարցը, տեսեք, հարցը տվեցի, ինձ ասեցին overdose դոզաներ պետք է օգտագործել։
այսինքն այդ դեպքում եթե կա գենի մուտացիա, դու պետք է overdose-աներ վիտամին D-ի օգտագործես, որպեսզի գրգռես ռեցեպտորը, այսինքն դա իրանց առաջարկն էր։ Անցավ դա մի 3-4 տարի առաջ էր, այդ հարցը հնչեց, ես իրանց ասեցի, որ օրինակ մեր պոպուլյացիայում շատ է, ինչ կարելի անել, ինչ է կարծում։ Օրինակ նույն Ռուսաստանում ռուսների մեջ այդքան շատ հաճախ չէի հանդիպում։ Հայաստանում շատ եմ հանդիպում։ Այդ առաջարկը տվեցին։ Անցավ մի քանի տարի, որոշվեց, որ դոզավորումը պետք է քչացնել։ Այսինքն էլի ստանալ ամենօրյան դոզավորում վիտամին D-ի, բայց ավելի քիչ։ Այսինքն իրանք ինչ-որ պահի ասում են overdose-ա լինում, հետո ասում են քչացրեք։ Չէ, overdose-ը վերաբերվում էր այն մարդկանց, ովքեր որ ունեն գենետիկ մուտացիա։ Իսկ քանի որ մեր հայ պոպուլյացիայի մեջ շատ է հանդիպում, այդ թեման ես բարձրացնում եմ, էլի, ինքս արել եմ գենետիկ տեստավորում շատ քանակով մարդկանց, արդեն ասում 16 թվից սկսած։ Եվ երբ որ տեսնում եմ նորմալ գեն աշխատող, շատ ուրախանում եմ։ Իմ երեխաների մոտ այդպես, շատ շատերի մոտ այդպես։ Եվ այդ հարցը բարձրացեցի մի քանի տարի առաջ ինձ բացատրություն որպես տվեցին, օգտագործել մեծ դոզավորում, այսինքն 20,000 միավոր օրը։ Հիմա համարվում են վերջին ուրեմն գայդերով 25 թվի, որ միևնույնն է 2000 միավորը օրական։ Պրոֆիլակտիկ դոզան։ Այո։ Այս պայդրությամբ 20-25 թվի վերջի American Academy of Anti-Aging Medicine տրված տվյալներով։ Գորջան, քանի որ մեր ժամանակը ընդեղին հուշում է սպառվում, մի քանի հարցել խոսանք մյուս նուտրիենտներից, մյուս պրեպարատներից, օրինակ մենք խոսացինք մագնիից, մագնի overdose հնարավոր է, մագնի ոնց պետք է ընդունել օրվա որ ժամին, B-ից խոսացինք, B-ն երբ պետք է ընդունել, D-ն երբ պետք է ընդունել, մի հատ այդ թեմայով են խոսում։ Տեսեք, կան միկրոէլեմենտներ, որը կարևոր է որ ժամին ընդունել, բայց այդտեղ մի հատ հետաքրքիր բան կա։ Այդքան կարևոր չի որ ժամին ընդունել, ինչքան կարևոր է ինչպես ընդունել։ Օրինակ, վիտամին D-ն դա ճարպալույծ վիտամին է։ Եվ իրան ընդունել ավելի շատ գերադասվում է առավոտյան ժամին, ես առանձնապես չեմ դնում տարբերություն։ Այդտեղ կարևորը, երբ որ դուք ընդունում եք վիտամին D, որևէ ճարպային պարունակություն ունեցող, որևէ բան ուտել հետը, որպեսզի հեշտ յուրացվի, որտեվ ճարպալույծ է այդ վիտամինը։ Այսինքն, մի կտոր կարակ, իսկ օմեգա խմելը հետը։ Օմեգա խմելը կարելի է վիտամին D-ի հետ, բայց օմեգա 3-ը դրանք polynenasation-ի չեն լուծի վիտամինին։ Ուրիշ ճարպեր են։ Մենք խոսում ենք կենթանական ճարպի մասին, որը մեջ որպես վարիանտ կարելի է, բայց վիտամին D-ն փաթաթում է սալի մեջ։ Սալի մեջ, չէ։ Եկեք կոմեջ ջարիտը մոտում են։ Առաջարկում եմ ուղղակի մի փոքր բարակ կարակ քսել մի փոքր sense։ Ես սիրում եմ 50,000-ը շաբաթը մեկ խմել, ինձ շատ հեշտ կլի, բայց ամեն օր ընդունողի համար։ Հիմա տեսեք, ես չեմ սիրում։ Հա։ Որովհետև վիտամին D-ն երբ որ դուք ընդունում եք, վիտամին D-ն անցնում է երկու կարևորագույն բոլոր վիտամինները, բոլոր միկրոէլեմենտները ընդունելու դեպքում, երբ որ անցնում են ստամոքսաղիքային տրակտից հետո երկրորդ էտապով անցնում են արյան մեջ, այնուհետև սկսում է մետաբոլիզմը ամեն ինչի։ Այդ թվում սկսենք վիտամին D-ից։ Վիտամին D-ն առաջին մետաբոլիտը առաջանում է լյարդում, երկրորդ մետաբոլիտը առաջանում է երիկամներում, արդեն ակտիվ մետաբոլիտը վիտամին D-ի երիկամներում առաջանում։ Եվ դա մեծ ուղղակի նագրուսկա է եւ լյարդի եւ երիկամների համար միանշանակ կա 50,000 միավոր օգտագործելը։ Կան դոզավորում 100,000 միավոր։ Ես գիտեմ Եվրոպայում շատ սիրում են նշանակել, բայց հաշվի առնելով այն փաստը, որ վիտամին D-ն Եվ ընդհանրապես վիտամինները մարդկությունը օգտագործել է որպես սնունդ։ Ոնց որ միանգամից մենք չենք ուտում 3 կիլո միս եւ մտածում ենք առաջիկա մի ամիսը եկեք ոչինչ չուտենք, որովհետեւ այսօր կերել ենք 3 կիլո խորովածի ենթադրենք։ Ավելի ֆիզիոլոգիական է, ավելի բնական է, ежедневный։ Ստացումը, այսինքն ամենօրյա միջին դոզավորման ստացումը։ Դա ավելի բնական է։ Ճիշտ է, հեշտ է այդ վարիանտը։ Կա նաև վիտամին D-ի օրինակ մեջմկանային ներարկումները, դա էլ է շատ բացատրելի եւ շատ գերադասելի, որովհետեւ մկանի մեջ բոլյուս է ստեղծվում վիտամինի, որը որ միանգամից չի յուրացվում օրգանիզմի կողմից։ Շատ դանդաղ յուրացվում է օրգանիզմի կողմից, բայց միանշանակ, միանվագ խմել մեծ դոզավորում վիտամին D-ի, ես անցնենք 5,000-ին օրը մի անգամ։ Անցնենք 5,000-ին օրը մի անգամ, ծննդյան սեզոնին։ 5,000-ին օրը մի անգամ։ Շարունակելը մագնից։ Տեսեք, մենք ունենք միկրոէլեմենտներ, որոնք մագնիի համար մասին եմ ուզում խոսել։ Միկրոէլեմենտներ, օրինակ երկաթը։
որի պակասը մենք տեսնում ենք որպես հիվանդություն։ Չէ՞, քիչ միկրոէլեմենտներ ունենք եւ վիտամիններ, որի պակասը մենք կարող ենք ֆիքսել որպես հիվանդություն, երկաթ դեֆիցիտային անեմիա։ Բայց երկաթը շատ յուրահատուկ միկրոէլեմենտ է եւ օրգանիզմը ստեղծել է մետաբոլիզմի ճանապարհներ, որպեսզի երկաթը, եթե հանկարծ մի քիչ բարձրանում է մակարդակարյան մեջ, միանգամից այլևս չներծծվի ստամոքսաղիքային տրակտում։ Մեխանիզմը կոչվում է ֆերոպորտին, հեպսիդինը արտադրվում է լյարդի կողմից, փակում է ֆերոպորտինը եւ դուք այլևս չեք յուրացնում երկաթ։ Այդ մեխանիզմի չաշխատելու պարագայում հիվանդություն է, կոչվում է գեմախրամատոզ։ Տղամարդկանց մոտ տարածված։ Կան միկրոէլեմենտներ, որոնց դեֆիցիտի դեպքում մենք չենք կարող ֆիքսել որևէ պաթոլոգիական վիճակ, օրինակ մագնի։ Մենք չենք կարող ասել, որ մագնիի դեֆիցիտից կարող է առաջանա ինչ-որ մագնի դեֆիցիտային անեմիա, բայց մագնին շատ ավելի մեծ կարևորություն ունի, ոնց բացատրեմ, ոչ թե ավելի շատ ներգրավվածություն ունի օրգանիզմում, քան երկաթը։ Դրա համար մագնին ոչ մի ձևով չի սահմանափակվում օրգանիզմի կողմից։ Մի քիչ sense ինքնուրույնություն եմ ինձ թույլ տալիս ասելու դրա համար թե չդրա համար, բայց հետաքրքիր է, որովհետև երկաթը ունի նաև տոքսիկ ազդեցություն երկաթի overdose-ով կիրառումը։ Իսկ մագնին չունի սահմանափակում, այսինքն մագնին ներծծվում է, յուրացվում է եւ չունի այդ մեխանիզմը Աստծո կողմից ստեղծված մարդու օրգանիզմում։ Փակելու չկա կանալ, որը կարող փակել։ Որովհետև միտեղ կօգտագործվենք, եթե X-տեղ պահանջը բավարարես կգնա ուրիշ տեղ, այսինքն հիմա ես օրինակ ձեր մագնի դոզն եմ խմում, երեկոյան մի հատ։ Իսկ եթե ես ուզենամ այդ է ուզենամ օրը 3 հատ խմեմ, ինքը հանգիստ օրը 3 հատ խմեմ։ Այո։ Ձեր քաշի համար օրը 3 հատ, այնտեղ 400 միլիգրամ է։ Ձեզ թվում է ես չաղամետի կամերաներից է։ Հումորյանում չէ։ Հա, խելատ, հետո այսինքն բիո հասանելի մագնի եւ դուք կարող եք ավելացնել ձեր դոզավորումը հաշվի առնելով, որ լավ քաշին չկպնենք։ Կարող ասեք իմ աստվածային տեսքը։ Եվ ասեմ այսպես, մեծահասակների համար 800,200 միլիգրամ մագնին օրվա մեջ դա նորմալ դոզավորում է։ Մենք խոսացինք տարբեր տեսակ նուտրիենտներից ու կուզեմ Bonfarm-ի երկու այտենց թույն արտադրությունից խոսեմ։ Վինասելով լավ էլի։ Մեկը մեգասպերմինն է, իմ ամենասիրած անտիօքսիդանտն է, ու ես ինչն եմ սիրում իր եռակոմպոնենտ իր ընդունումը, ինչի համար, որովհետև երբ որ կան տարբեր պրեպարատներ, որ շեշտը դնում են վրա, մեր օրը մի անգամ է, մենք բախվում ենք մի հատ խնդրի, երբ որ ընդունվում է մի պրեպարատ, որի ներծծման վրա կարելի է մեծ կասկած դնել, որովհետև տարբեր էլեմենտներ, տարբեր ժամերի իրար հետ համփոխգործակցելիս մեգասպերմինը հենց այդ է հեշտացնում, երբ որ սա առավոտ, սա ցերեկ, սա երեկո, այսինքն այն ինչ որ ուղեցույցային ես 15 պրեպարատ պետք է գրվեր, համակցած է գոնե 3-ի մեջ։ Ու օվուլով հերթից կուզեմ խոսեք։ Դուք եղել եք այդ ամեն ինչի հիմքում, դուք տեսել եք թե ոնց է սինթեզվում այդ պրեպարատները, դուք բաղադրություն եւ այլն, մի քանի բառով էլ երկուսի մասին խոսենք։ Երկու հիանալի պրեպարատներ են, ես չգիտեմ, ֆանտաստիկ արդյունքներ են տալիս։ Եթե ճիշտ է կիրառվում։ Հպարտանալու պրեպարատներ են, իրանք ճիշտ ոչ ճիշտ կիրառելու շանս չունենք, որովհետև գրված է ուտրա դեն вечер, այսինքն այդ առումով չեմ ասում, հիվանդություն։ Տեսեք, տղամարդկանց համար ես ցանկացած դեպքում նույնիսկ եթե չկա որևէ հիվանդություն, նույնիսկ եթե չկա որևէ խնդիր, տարին 2 անգամ կիրառելի է մեգապոտենցին, մեգասպերմին կներեք պրեպարատը։ Մեգասպերմին պրեպարատը մենք հանգիստ կարող ենք կիրառել տարին 2 անգամ, նույնիսկ եթե չկան ռեպրոդուկցիայի հետ կապված խնդիրներ, որովհետև գիտեք, բաղադրությունը այնպիսին է, որը տղամարդկանց միշտ անհրաժեշտ է։ Մեր շատ ստրեսային կյանքում։ Նույնը ես կարող եմ ասել նաև Ovulofert պրեպարատի մասին, որովհետև բաղադրության մեջ կան ուրեմն կոմպոնենտներ, որոնք հիմնականում կարևոր են բոլոր կանանց համար։ Թե քաշը մի քիչ պակասացնելու, թե մետաբոլիզմը ակտիվացնելու, թե ընդհանուր սննդակարգը կարգավորելու համար, մաշկի որակը լավացնելու համար, որովհետև ի վերջո մենք բաղադրության մեջ ընդգրկել ենք միկրոէլեմենտներ, վիտամիններ եւ ակտիվ նյութեր, որոնք ոչ միայն մի ուղղվածությամբ են աշխատում միայն ֆերտիլության վրա, իհարկե, այլ աշխատում են նաեւ ընդհանուր օրգանիզմում։ Հասկանում եք, եւ մենք չունենք խիստ սահմանափակ վիտամինները ամենտեղ անհրաժեշտ են, ամենտեղ պետք են։ Դա է պատճառը, որ ես միշտ բոլոր դեպքերում խորհուրդ եմ տալիս կանանց աղջիկներին, այ օրինակ խմելու
պոլիվիտամինային կոմպլեքսի փոխարեն, որոշ դեպքերում եւ շատ մեծ քանակով դեպքերում խմել օրինակ Ovulofert պրեպարատը, որը նույնպես մուլտիվիտամինային պրեպարատ է եւ իր մեջ պարունակում է մի շարք բաղադրիչներ, որը շատ կօգնեն կնոջը, հասկանում եք, նույն երկաթի բաղադրությունը, նույն միոինոզիտոլի բաղադրությունը պրեպարատի մեջ։ Միանշանակ կողմեմ ուղղակի տարին 2 անգամ ընդունելուն տվյալ պրեպարատների։ Գոհարջան, գեղարվեստական գրքեր կարդում եք։ Ոչ։ Խի։ Չեմ հասցնում։ Չեք հասցնում։ Ոչ։ Մենք միշտ հարց ունենք, որ 3 գեղարվեստական գիրք ենք խնդրում, որ ներկայացնեն, դե հաստատ կարդացել եք, որ տպավորություն է թվում, ինձ թվում է ձեր էրուդիցիայի ծերմա, որ քիչ չեք կարդացել։ Մի քանի 3 գիրք, որ խորհուրդ կտա գեղարվեստական կարդալ։ Մաստերն ու Մարգարիտան արգելվում է ասել։ Ստալինյան ռեժիմը այստեղ, չէ, պրոստը շատ են ասում Մաստերն ու Մարգարիտան, ես հասկանում եմ, որ շատերը չեն բացել այդ գիրքը, էլի, դրա համար։ Մաստերն ու Մարգարիտան ասեցիք, ես հիշեցի, երբ որ ես կարդում էի, ես հասկացա, որ այդտեղ գրված է, պրոստը Բիբլիան վերցրել են եւ Բիբլիայից։ Այնտեղ Բիբլիան մի կտորն է։ Մի կտորն է, բայց հիմնված է Եշուա Գանոցրի ու Պոնտի Պիլատի պատմության ամբողջ հիմքը դրանով է գալիս, բայց իրականում ես շատ եմ սիրել այդ գիրքը։ Շատ հոյակապ ստեղծագործ է։ Հիմքը վերցրած է։ Մի հատ շատ հետաքրքիր պերիոդում եմ ես դա կարդացել 20 տարի առաջ, մի րոպե 30 տարի առաջ։ Դուք քանի տարեկան եք։ Քան տարեկան եք։ Դուք մի մոռացեք իմ մասնագիտությունը։ Չէ, որ տարիքները շատ ասեցիք, ասենց արդեն գումարին դες մի 50-ի եմ գալիս, հա, բայց Չէ, ճիշտ էլ հաշվարկեցիք, այո, 50 տարեկան եմ, ես շատ սիրում եմ իմ տարիքը եւ երբեք չեմ թաքցնում։ Շատ ուրախ եմ։ Ես այստեղ չեմ կարող չպատմել մեր դասախոսներից մեկի ասածը։ Ասեք։ Ձեր գրքերի շարանի փոխարեն Նելի Գուրգենովնան գիշեք։ Գիշեմ։ Այո, Խոստիկյան Նելի Գուրգենովնա։ Երբ որ մենք ուսանող էինք, ինքը 60-ամյակներ իրա, մենք ծաղիկներ արանք տվեցինք, եւ Նելի Գուրգենովնան մի հատ ռեչ ասեց, որը ես մինչեւ հիմա դա հիշում եմ, հասկանում եք, ասեց, ես շատ ուրախ եմ, շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ, որ հասել եմ այս տարիքին։ Ու ես այդ ժամանակ 20 քանի տարեկան մտածում եմ, ոնց կարելի է ուրախ լինել 60 տարեկան, 60 տարեկան։ Ու հետո հասկացա, որ ինչ կարևոր բաներ ինքը ասում։ Նելի Գուրգենովնան մահացավ 90-անց տարիքում COVID-ից, եւ ինքը մինչեւ վերջին օրը աշխատում էր եւ շատ ակտիվ էր եւ շատ կյանքով լի էր եւ գիտությամբ լի էր։ Գտնում եմ, որ մենք պետք է ուրախանանք մեր տարիքով եւ կարդանք այնպիսի գրականություն, որ մեզ կյանքում ինչ որ բաներ սովորացնի, ինչ որ բաներ հասկացնի։ Դե երկու հատ գիրք էլ ասեք։ Տիպված պիտի ասեմ ռուսական գրականությունից։ Հա, ասեք, աշխարհի ամենալավ գրականություններից մեկն է, թե ոչ լավագույնը։ Ես չեմ պատկերացնում եվրոպական գրականության մեջ երկրորդ Լերմոնտով ծնվի, որ դու նույն հետաքրքրությամբ նույն լեզվով կամ երկրորդ Չեխով ծնվի, որովհետև ռուսական կլասիկ գրականությունը դի ֆանտաստիկայի ժանրից է։ Հիմա է Ռուսաստանը այդպես պետություն, որտեղից չես սպասի ինչ-որ նորարարություն, բայց այն ժամանակ Գիտեք, ստեղ մի հատ բախ կա, դուք ուղղակի դերապետում եք ռուսերենի եւ լավ հասկանում եք գրվածքը։ Օրինակ ես շատ սիրում եմ կարդալ արաբական, ոչ արաբերենի, իհարկե չեմ տիրապետում արաբերենին, բայց այդ պարզությունը եւ այդ մեծությունը եւ այդ հեշտությունը գալիս է լեզվի տիրապետումից։ Դուք հասկանում եք եւ հասկանում եք պսիխոլոգիան եւ ձեզ հեշտ է դա հասկանալը։ Լավ, երկու տարբեր, դա գեղարվեստական գրականություն չի, բայց ես շատ սիրում եմ կարդալ, սիրում էի, ես հիմա չեմ 10 տարուց ավել չեմ հասցնում կարդալ խոկուներ ճապոնական եւ արաբական Օմար Խայամ ֆանտաստիկ արաբ միջնադարյան արաբ գրողը, ֆանտաստիկ գրողներից մեկն է։ Գոհարջան, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար, շատ հետաքրքիր զրույց ստացվեց։ Հուսամ մենք էլի կհանդիպենք, էլի կզրուցենք սենց, որովհետև մի բան է, երբ որ Instagram-յան հեշտ պարզ պրիմիտիվ վիդեոներ, մի բան է, երբ որ սենց լրիվ գիտական զրույց ենք ունենում միասին, հետևեք Գոհարի էջին Instagram-ում, հետևեք ինձ Instagram-ում, եթե չեք հետևում, ձեր երկաթը կպակասի։ Դեպ մեր շնորհակալություն Բոն Ֆարմին այս հնարավորությունը ընձեռելու համար հյուրի հետ զրուցելու։ Ձեր հետ մեդքասթներ, առողջ եղեք։